Խաղաղություն բոլորին։ Աստված շատ օրհնի մեզ, Աստծո ժողովուրդ, խնդրում եմ Տիրոջ ողորմությունով, որ ձեր ուշադրությամբ օգնեք ինձ, որ ես կարողանամ փոխանցեմ այն, ինչ որ ես ուզում եմ փոխանցեմ, որովհետև ես վստահ եմ, ես Աստծո եկեղեցուն վրա վստահ եմ, իհարկե Տիրոջ եւ Աստծո եկեղեցու վրա։ Ես մի բան գիտեմ, երբ որ եկեղեցին միաբան Աստծուց մի բան խնդրի, կարա տենց բան լինի, որ Աստված չտա։ Աստված կտա։ Դրա համար ես ինչի եմ էսի ասում, երբ որ դուք սրտանց փափագող աչքերով գալիս եք պաշտամունքի, փափաղող ականջներով ուզում եք լսեք իր հայտնությունները։ Ես մի բան գիտեմ, իր եկեղեցու սիրո պատճառով Աստված խոսելու է, իր անունը փառավորվի։ Դրա համար եմ ասում օգնեք խոսացողին, որովհետև դուք լսեք, եկեղեցին լսեց, եկեղեցու խաթր Աստված բարձրացնելու է իր հայտնությունը։ Ուրեմն թեման, որի մասին ես ուզում եմ ասեմ, հետևյալն է։ Աստված յուրաքանչյուր մարդու, երբ որ մարդը վերստին ծնվում է, Աստված ծրագիր ունի, որ այս մարդուն լցնի իր շնորհներով։ Աստված տալիս է օծություն ամեն մարդու։ Հովանու թղթերի մեջ գրված է դուք վերից ունեք օծություն։ Աստված տալիս է օծություն։ Բայց ունենալ օծություն սա վերջնական Աստծո ծրագիրը չի։ Կա ժամանակահատված, դա կոչվում է միջանկյալ ժամանակահատված։ Երբ որ ես ունեմ օծություն, միջանկյալ ինչ որ մի ժամանակահատված պետք է անցնի, որպիսի այս օծությունը ռեալ գործողությամբ սկսի դրսևորվել։ Սրանք տարբեր բաներ են։ Հիմա ես ուզում եմ Աստծո ողորմությունով, ես այս լույսը տամ ձեզի, Տիրոջ ողորմությունով, ավետարանից վերցնենք այս ճշմարտությունը, որ այո, կյանքը այնպիսին է, որ Աստված մեզ կարող է տալ ինչ որ մի օրհնություն, ինչ որ մի շնորհք, ինչ որ մի օծություն, բայց միջանկյալ ժամանակահատված պետք է անցնի։ Ես այս թեման հենց այս ժամանակահատվածի մասին եմ խոսելու, մինչև այդ օծությունը գործնական ձևով կդրսևորվի մեր կյանքում։ Ուրեմն առաջի թագավորաց 16-րդ գլուխը 12-13 խոսքերը ես ուզում եմ ընթերցեմ։ Առաջի թագավորաց 16-րդ գլուխ 12-13 խոսքերը։ Եվ մարդ խրկեց եւ զանիկա բերել տվեց։ Անիկա կարմիր էր եւ աղվոր աչքեր ուներ։ Եվ դեմքն էլ գեղեցիկ էր։ Այն ժամանակ Տերը ասեց. Ելիր, սա Սամվել մարգարեին Տերը ասեց. Ելիր եւ Դավիթին օծիր, որովհետեւ հենց նա է, որին ես ընտրել եմ։ Սամվել յուղը, եղջյուրի յուղը վերցրեց եւ նրան օծեց իր եղբայրների մեջ։ Այն օրը Տիրոջ հոգին Դավիթի վրա եկավ։ Ուրեմն մենք մեր միտքը պահենք այս խոսքը։ Սամվելի միջոցով Աստված ցույց տվեց, ընտրեց, Աստված ընտրեց Դավիթին եւ Աստված ասեց, որ սա հենց այն մարդն է, որին ես ուզում եմ, որ դու նրան օծես։ Եվ հիմա Սամվելը ասեց, այս է այն մարդն է, որին ես պետք է օծեմ, եւ Դավիթին օծեց։ Բայց ես ուզում եմ տեսնենք, ինչի համար օծեց Դավիթին։ Իհարկե թեման դա չի, որ այդ օծությունը երկու պարգևով դրսևորվեց։ Առաջինը այդ օծությունը որպես թագավոր լինելու համար էր, երկրորդը որպես մարգարե, որտեվ նա նաև մարգարեական հոգի ուներ իր վրա Դավիթը։ Օրինակ փաստացի բաներ եմ ուզում ասեմ։ Սաղմոս 22-ի մեջ Դավիթը մարգարեական հոգիով խոսում է Քրիստոսի խաչելության վարդապետության մասին։ Սա չէր կարող առանց մարգարեական հոգու անել։ Նա գիրք գրեց, Սաղմոսների մեծ մասը ինքը գրեց, հետևաբար ստեղ կար մարգարեական հոգի։ Բայց հիմա տեսեք, Դավիթին Աստված օծեց, բայց նա միանգամից թագավոր չեղավ։ Նա միանգամից մարգարեական հոգին չեկավ իր վրա։ Անցավ մի որոշ ժամանակ։
Հիմա թույլ տվեք այդ միջանկյալ ժամանակահատվածից մի քիչ մեջ բերում անեմ Դավիթի կյանքում, որ Դավիթը ունեցավ։ Հիմա տեսեք, դա այն ժամանակահատվածն էր, որ Հեսեն իրան կանչեց, ասեց, օրինակ, այդ 16-րդ գլխի մեջ դու կարող եք ընթերցել, 17-րդ գլխի մեջ ավելի հստակ դրա մասին խոսում է։ Եվ ինչ է ասում Հեսեն, իր հայրը ասում է, Դավիթ, հիմա արի վազելով, հենց այդ բառը այդպես գրված է, ասում է արի եւ վազելով պանիր եւ բոված ծորեն, դա իրանց աղանձն էր, հայերն էլ ունեին այդ աղանձը։ Մինչեւ հիմա ասեց վերցրա աղանձը կամ փոխինձը եւ վերցրա պանիրը ու վազելով գնա քո եղբայրների մոտ, եղբայրներից այդ լուր ունեցի եւ արի ինձ ասա։ Լսեք։ Դուք պատկերացնում եք, եթե Դավիթը այդ օծությունից շփոթված լիներ։ Ասենք այսօրվա դարվա, եթե մի հատ երիտասարդի վերցնես ու իրան այտենց օֆիցիալ հայտարարես ու ասես, որ դու ամենամեծն ես եկեղեցու լինելու։ Այդ երիտասարդի հետ ինչ կկատարվի։ Ինչքան երիտասարդ է սկսած ինձանից։ Ինչքան մարդիկ կխախտվեն։ Հպարտությունը կվերցնի, կշփոթվեն, կխառնվեն իրար։ Բայց հիմա ես ուզում եմ մենք Դավիթի կյանքը տեսնենք, որ Դավիթը, երբ որ հոր պատգամը լսեց, որ վերցրա եւ վազելով գնա եւ ինչ որ մի բան պիտի տանես քո եղբայրներին, ինքը միանգամից էդի արեց։ Միտեղ չի գրված։ Հայրիկ, բայց ես թակավորական օծությունը նոր չտեսար մի քիչ առաջ, որ բերեց Սամվելը լցրեց իմ գլխին։ Հիմա ես պանիր տանող չեմ։ Ես աղանց տանող եմ, այ պապա։ Հենց նոր դու տեսար, որ քո դեմը, քո աչքի դեմը եկան ինձ յուղովոցեցին։ Չէ, ինքը ինչքան խոնար է։ Գիտեք, երբ որ Աստված ինչ որ օշնություն է պատրաստում ինձ ու քեզ, ինչ որ մի հատ շնոր է պատրաստում ինձ ու քեզ, միջանկյալ ժամանակահատված կա, որ ես ուզեմ կամ չուզեմ, դու ուզես կամ չուզես, մենք այդ միջանկյալ ժամանակը պետք է անցնենք։ Դա կոչվում է խոնարհության դպրոց։ Էդի կոտրվածության դպրոցն է, ժողովուրդ։ Էդի անձնուրացության դպրոցն է։ Էդի այն դպրոցն է, որտեղ Աստված քեզ լրիվ սարքում է ջնջոց, բառից բուն իմաստով սարքում է ջնջոց։ Էդի այն ժամանակահատվածն է, որտեղ Աստված քեզի ամենևին սարքում է, ոչինչ, որ դու հասկանաս, որ բառից բուն իմաստով, մարմնով, հոգիով, շնչով, բոլոր աշխարհներով դու ոչինչ ես ու բառից բուն իմաստով ոչինչ ես։ Էսի դասա որ մենք պիտի անցնենք։ Բայց այնտեղ մի հատ կարևոր հատված ասում է երբ որ օծեց, ես ինչքան եմ սիրում Աստծո խոսքը։ Ասում է երբ որ օծեց, դուք ուշադիր եք ես ինչ կարդացի։ Ասում է երբ որ օծեց, Տիրոջ հոգին եկավ Դավիթի վրա։ Այս ուզում եմ մենք էսի տեսնենք, երբ որ Տիրոջ հոգին գալիս է մեկի վրա։ Ժողովուրդ, վերջի դարվա ողբերգություններից մեկը հետևյալն է, երբ որ մարդու վրա ինչ որ մի հատ փոքր շնորհք է երևում, ասում է Տիրոջ հոգին եկել այն վրա, դեմ առնել չի լինում։ Հետը խոսալ չի լինում այդ մարդու։ Բացարձակ չի լինում։ Բայց հիմա Դավիթի վրա եկել է Տիրոջ հոգին, այդ Տիրոջ հոգու գալը ինչպես է երևում միջանկյալ հատվածում։ Այդ Աստծո հրաշքը ուզում եմ մենք որպես երիտասարդներ այս հրաշքը տեսնենք։ Նախ առաջինը, երբ որ հոգին եկավ իր վրա, ինքը հասկացավ ինչ է օծություն։ 100%-ով այդ օծությունը, այդ յուղը, որ եկավ իր վրա, դի կարևորությունը ոչ մեկ այդքան շատ չհասկացավ, ինչքան Դավիթը։ Փաստ ասեմ, երբ որ Սավուղը ուղակի մատնվեց իր ձեռքը, որ ինքը ուղակի Սավուղին կարար սպաներ։ Գիտեք ինչի Սավուղին նա չսպանեց։ Չասեց, որովհետև ինքը տարիքով մեծ է։ Թեպետ իհարկե կարար այդպես ասել։ Չասեց, որ նա թագավոր է, իհարկե կարար ասել, որ նա թագավոր է, բայց նա մի խոսք ասեց, որ քավլիցի, որ ես Տիրոջ օծյալի վրա ձեռք բարձրացնեմ։ Դուք պատկերացնում եք, որ ինքը սկսել էր օծությունը հասկանալ։ Ես վստահ եմ, որ եթե այդ ժամանակահատվածում բոլոր երիտասարդներին Իսրայելի կանգնեցնեիր եւ խոսեիր եւ թուղթ ու գրիչ տայիր եւ ասեիր
նկարագրի օծությունը ինչքան բարձր է քո համար։ Ես վստահ եմ, որ Դավիթից ավել որևէ մեկը չէր կարող դա ներկայացնել։ Դավիթը դա հասկացել էր։ Ես օծյալի վրա ձեռք չեմ բարձրացնի։ Ես մի բան գիտեմ։ Այն երիտասարդի վրա, որ Տիրոջ հոգին է գալիս, այս երիտասարդը այդ օծությունը երբ որ սկսում է տեսնել, այտենց մի հատ հայտնի խոսք կա, մեր մոտ մի հատ մեծ եղբայր կար, հիմա Տիրոջ մոտ է։ Ես իրանից այդ խոսքերը սովորել եմ։ Ասել էր, այ մարդի, այ եղբայրներ, այ քույրեր, ես մարդ եմ, ես ունեմ երկու ձեռ։ Երբ որ Աստված մի ձեռը դնում է քո վրա քեզի օրհնելու, վայ թե այն միս ձեռն էլ դիմացինի վրա է դրել։ Գիտես չես մտածում։ Այսինքն եթե օծություն կա, ուրեմն եթե ես օծությունը սկսում եմ ճանաչել, ես օծությունը սկսում եմ հասկանալ, այդ օծությունը ինձանից առաջ ես ոչ ծնվեցի եկեղեցին ընձնով ոչ ծնվեց, ինձանից առաջ մարդիկ կան, չէ՞ եկեղեցու մեջ, որոնք այդ օծությունը ունեն։ Եթե ես այդին վրա տեսնում եմ, ոնց կարա լինի, եթե ես տեսնող մարդ եմ, խալխ վրա այդի չեմ տենում, բայց ին վրա այդի ես տեսնում եմ, ոնց էդի տենց կլինի։ Հիմա Դավիթն ասում է, ես Տիրոջ օծյալի վրա ձեռք չեմ բարձրացնի։ Ես գիտեք ինչ եմ մտածում։ Ժողովուրդ, ես մարգարե չեմ, բայց վարդապետական օծությունը ինձ տալիս է այդ իշխանությունը, որ ես դա ասեմ։ Ես համարձակ հայտարարում եմ, որ երկինքը Դավիթի նախադասությունից բառից բուն իմաստով ցնծած։ Իրանից առաջ եղած բոլոր սուրբերը այդ նախադասությունը լսելով ապշեցին, որ ես ինչ ասեց Դավիթը։ Նոր օշնությունները բարձրացավ, նոր հրաշքները, նոր հասկացողությունը, վարդապետությունը սկսեց ձևավորվել, գիրք պետք է գրվեր, եւ գրքի մեջ այդ նախադասությունը պետք է զետեղվեր։ Այսինքն ինքը սկսում էր հարգել Աստծոծությունը։ Գիտեք, այդ միջանկյալ ժամանակահատվածում Դավիթ ես քեզի դրեցի, օծեցի որպես թագավոր, բայց միջև Էդի քո մոտ կդրսևորվի, միջև կգա այդ օրը, որ դու կնստես գա եւ այդ օծությունը կդառնա գործնական, ինձ հետաքրքիր է, այդ միջանկյալ հատվածում, այդ օծությունը դու կարողանում ես անարատ եւ սուրբ պահել, այսի է կարևոր գաղտնիքը։ Այդ միջանկյալ հատվածում ես կարողանում եմ դա ուղղակի պատվով պահել, այդ Աստծո օրհնությունը։ Շատ սիրուն համար կա գրված, ես ուզում եմ այդ համարը ասեմ։ Եսայա մարգարեություն 52:14։ Եսայա, էսի ամեն անգամ մեր պատանիները կամ մանուկները միշտ արտասանում են Զատիկի պաշտամունքին այս խոսքերը։ Որքան շատերը նրա վրա ապշեցին, Հիսուսի մասին է գրված, ինչքան մարդիկ Հիսուսի վրա ապշած նայում էին։ Անոր երեսը մարդու երեսի եւ կերպարանքը մարդու որդու կերպարանքից ավելի ավերված լինելով։ Ասում է բոլորը ապշած նայում էին Քրիստոսի վրա։ Գիտեք ինչն էր պատճառը։ Իրանք տեսել էին Հիսուսին, Հիսուսը, որը երկրի վրա ապրում է, անցնում է մերելի կողքով, նա խոսում է մերելը հարություն առնում։ Հիվանդների կողքով անցնում է, հիվանդները առողջանում են։ Նա անցնում է շատերի կողքով, կատարվում է հրաշքներ ու ողորմություններ, բժշկություններ է կատարվում, բայց հիմա այդ նույն հրաշագործը հիմա խաչի վրա է։ Խաչի վրա մեռնում է մեղավորի պես։ Աստծո ժողովուրդ, եղբայրներ, քույրեր, ես մի բան գիտեմ։ Այո, Հիսուսի մասին գրված է, որ Աստված նրան մի հատ անուն տվեց, որ ամեն անունից վեր է, որպեսզի նրա անունի առջև ծնրադրեն, թե երկնքում, թե երկրի վրա եղողները, թե սանդալամետականները, բոլորը ասեն, որ նա Տեր է հոր Աստծո պարտքի համար, բայց Աստված Հիսուսին տարավ այս ճանապարհով։ Այդ իր ապրած կյանքը երկրի վրա, այդ իր խաչելությունը, այդ իր տառապանքը, այդ միջանկյալ ժամանակահատվածն է։ Սատանան մոտեցել է եւ ասում է, եթե դու Աստծո որդին ես։ Գիտեք, ես ուզում եմ բոլորս իմանանք, երբ որ մենք բոլորս մկրտվեցինք Սուրբ Հոգիով, Աստված ինձ ու քեզ ընտրեց, որպեսզի իր օծությունը դնի իմ ու քո վրա։ Բայց որպեսզի այս օծությունը ավելի
շատ զորավոր լինի, Աստված ինձ ու քեզ ոնց որ Հիսուսին տանում է խաչի ճանապարհով։ Եվ հիմա ես ուզում եմ այդ իլյուստրացիոն պատկերավոր օրինակը բերեմ։ Պատկերացրեք, հիմա ես ու դու խաչի վրա ենք։ Եվ ի՞նչ է նշանակում խաչի կյանքը։ Ժողովուրդ, դա տառապանքն է։ Դա դժվարություններն է։ Դա այն որ մեր եսի ձեռը մենք ընկել էինք կրակ, մեր նախասիրությունների ձեռը ընկել էինք կրակ, եւ հիմա Հիսուսը մեզի բարձրացնում է խաչը եւ այդտեղ դատապարտում է մեր բոլոր ադամականը։ Դա նշանակում է մարդկային կերպարանքից ավերված, ոնց որ Հիսուսի մասին է գրված։ Մենք էլ մարդ ենք, մենք էլ ունենք մեր կերպարանքը, բայց անգամներ Աստված մեզի տան սովորեցնում է, որ տանի Գողգոթա, մենք բարձրանանք խաչը, որ հստակ ասում եմ, որ մեր մարդկային ադամական կերպարանքը ավրի։ Հաճելի խոսքեր չեմ ասում, բայց հավատացեք, դա տենց է։ Խաչը նրա համար է, որպեսզի ուղղակի այդ մարդկային կերպարանքը ավրի։ Եվ հիմա ես խաչի վրա եմ, այսինքն Սատանան այդ ժամանակ մոտենում ասում դու ունես օծություն, բայց քո տառապանքները դու ես ինչ խնդիրներ ունես։ Ինչ օծության մասին ես խոսում, դու ունես օծություն։ Դու ունես օծություն, բայց հիմա անցնում ես տառապանքներով։ Դու հիմա ունես օծություն, բայց դու անցնում ես խնդիրներով։ Դու օծություն ունես։ Հիմա Աստծո մարդը այդ միջանկյալ ժամանակահատվածում նա պիտի բռնի Աստծո հոգին, նա պիտի բռնի Աստծո խոսքի հայտնությունները, նա պիտի բռնի Աստծո խոսքը երկու ձեռքով, ինչքան հնարավոր է, այո, ասի Տեր, դու ինձ օծել ես քո հոգով, բայց ես միջև այդ օծությունը իմ կյանքում կդրսևորվի, դու ինձ տանում ես Գողգոթայի ճանապարհով, դու ինձ խաչի ճանապարհով տանում ես, որ ես ուղղակի ունայնանա մարդկային կերպարանքս ոչնչանա, ես լրիվ դառնամ զրո, որ ես խաչի վարդապետությունից ունենալով խաչի վարդապետությունը, ես հարություն առնեմ։ Գիտեք, ինչքան կարևոր է սպասել Տիրոջը, ինչքան կարևոր է սպասել Աստծո ողորմությանը։ Դուք պատկերացրեք ինքը ինքան էր հարգում օծությունը, մի հատ այդ օրինակը ես ուզում եմ բերեմ, այդ 16-րդ գլխի մեջ է գրված։ Ասում է, եւ երբ որ չար ոգին գալիս էր Սավուղի վրա, ինքը տանջվում էր։ Եկան իրան ասեցին, քեզի մի հատ նվագող է պետք։ Մեկը, որը արդար մարդ է, այլ կերպ ասած, սուրբ մարդ է, ինքը կնվագի, այդ չար ոգիները կգնան։ Եվ իրան խորհուրդ տվեցին Դավիթին։ Հեսեի ցեղից մեկը կա, Դավիթը, թող գա նվագի։ Գիտեք, երբ որ Դավիթը եկավ նվագելու, Դավիթը շատ լավ գիտեր, ով չէ, Դավիթը գիտեր, որտեվ Սամվելը իրան էր օծել, ու ինքը գիտեր, որ ինքը Դավիթ, որ ինքը Սավուղի տեղն է լինելու, բայց ես ուզում եմ իր հոգին տենանք, այս ինչ օշնյալ հոգի է Դավիթի մեջ։ Նայեք, Տերը ողորմի, երևի մենք հլնենք, կասենք, բա Այդ իշքան շուտ մերն է, ինքան շուտ մենք կնստենք աթոռին։ Ինչի՞ է թամ երկեմ դևերը թա։ Հենա չեմ երկի, դևերը շատ լավ տանջեն, սպանեն, ես էլ կետամ կդառնամ թակավոր։ Հալելույա։ Խնդրեմ։ Աստծո ժողովուրդ, բայց ինքը տեսեք ինչ սիրտ ուներ։ Այո, որտեվ ինքը տեսել էր, որ Սավուղի վրա կա օծությունը։ Նա հարգեց դա, նա գնահատեց դա։ Մի բան գիտեմ, երբ որ ես ողորմությունը գնահատում եմ ուրիշի վրա, հետո ին վրա կգա։ Հիմա ես ուզում եմ ասեմ, թե ինչ այս նախադասությունը ինչի համար եմ ասում։ Նայեք, երբ որ ինչ որ մեկը սխալվում է, մենք ասում ենք, այս մարդը սխալ է։ Բան ինչ անենք։ Ինքը իմ հանդեպ սխալ է գործել։ Եղբայրներ, գնացեք հանդիմանեք, չեմ ասում նշանակի, բայց գնացեք հանդիմանեք, գոնե հանդիմանեք, որ սիրտես հովանա, բայց երբ որ նույն բանը ես եմ անում, չէ, ասում եմ տնած եղբայրները չեն հասկանում, որ Տերը ողորմած է, հա, որ Քրիստոսի այրունը մաքրում անձի, հա։ Ժողովուրդ, երբ որ մենք օծությունը տեսնում ենք, շնորհը, օշնությունը, բարիքը, երբ որ մենք տեսնում ենք մեր եղբայրների քույրերի վրա, դա խոսում է նրա մասին, որ դա արդեն կդառնա քո սեփականը։ Բայց քանի որ ես այս բոլոր թվարկած օշնությունները, որ ես ասացի, ես դա չեմ տեսնում որևէ մեկի վրա, ես դա տեսնում եմ միայն իմ վրա, ես դա չունեմ։
Սա հոգևոր աքսիոմա է։ Հիմա ես ուզում եմ կանգնենք իր առաջ եւ այս աղոթքը անենք։ Այսպես ասենք. Տեր, այդ միջանկյալ հատվածը, որ դու ինձի օրհնել ես, եւ հիմա կգա օրը, որ դա կդառնա գործողություն, այդ միջանկյալ հատվածում տուր ինձ հավատարմություն։ Տուր ինձ խոնարհություն, չէ՞։ Մենք սենց պիտի աղոթենք, ասենք Տեր, որ թող քո ներկայությունը բարձրանա իմ կյանքի մեջ, Տեր, որ ես կարողանամ սիրեմ, կարողանամ հարգեմ, ես կարողանամ ընդունեմ եւ բարձրացնեմ այն շնորհը, որ դու տվել ես ինձ։ Կանգնենք իր առաջ։